Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 9-ի համար։ Օրը կիրակի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 9-ին։ Ընտրության առջև եք այդ օրը կանգնած լինելու ինչ-որ բաներ կարող ընտրել, կամ ինչ-որ մարդկանց այդ ճանապարհները տարբեր ուղղությամբ գնան։ Նաև այդ օրը էմոցիոնալ կլինեք բավականին, դե կարող է էմոցիոնալ լինեք, ինչ-որ մեկին ասեք գնա քո ճանապարհով, կամ հա, այդպես մի փոքր պետք է ուշադիր լինել նման դեպքերում։ Եվ ոմանք ունենեմ ռոմանտիկ ժամադրություն, ռոմանտիկ հանդիպում, նաև կարող եք շատ շփվել այդ օրը ձեր մայրիկի հետ և առիթ ունեք։ Ոմանք պետք է գնան հարսանիք, ծնունդ և այլն, ոմանք նաև ինչ-որ հասարակական գործունեություն է, որով կարող եք զբաղվել, կամ նմանատիպ աշխատանք է, որով կարող եք ինչ-որ անել այդ օրը, ինչ-որ բաներ անել հասարակության համար, այդպես։ Եվ կարող է ինչ-որ մի բան ձեզ համար մութ է, ինչ-որ մի բան ձեզ համար պարզ չի այդ օրը, ինչ-որ ոնց-որ գաղտնիք լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 9-ին։ Հանդիպում կամ շփում ձեր ընկերոջ հետ, և կեղծավոր մարդիկ կան ձեր կողքը, միգուցե ձեր ընկերն է կեղծավորություն անում այդ օրը ձեր նկատմամբ, համենայն դեպս 3 երեսանի մարդիկ կան ձեզ մոտ, ոչ բոլորին այդ օրը հավատացեք, վստահեք, նաև ոմանք առիթ ունեն, կամ դուք կստեղծեք այդ առիթը, կամ հարսանիք է, կնունք է և այլն։ Նաև դա հասարակական կյանքն է։ Միգուցե ձեր հասարակական կյանքի հետ է դա կապված, ինչ-որ մարդիկ կան 3 երեսանի են, այդ գործունեության հետ կարող է կապված լինել։ Այսքանը ձեզ համար, դա ինչ էլ որ առաջարկեն ձեզ, մի փոքր ուշադիր եղեք, թեկուզ կարող է ցույց տալիս ընկերը, չեմ կարող հստակ ասել, հա, բայց կարող է նաև ինքն է ինչ-որ մի բան կարող է առաջարկել, որ պետք չի վստահել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 9-ին։ Կտրուկ քայլ եք անելու, կտրուկ ինչ-որ մի բան կորոշեք, ինչ-որ մեկին ձեր կյանքից կհանեք, կամ ինչ-որ բան ձեր կյանքից կհանեք։ Նաև այդ օրը ուշադրություն դարձրեք, եթե մեկին եք վարում, նաև սուր գործիքների հետ կապված, կամ վիրահատություն է սա, կամ նման տիպ ոչ է մի բան է սուր բաների հետ։ Եվ այն ուղղությունը, որը դուք կընտրեք այդ օրը, ճիշտ է ձեզ համար, գնացեք այդ ուղղությամբ, կամ արեք այն, ինչ որ ուզում եք անել։ Բայց 3 երեսանի մարդիկ կան, մի փոքր ուշադիր եղեք, մի վստահեք այդքան տվյալ անձնավորությանը, եթե նաև ինչ-որ բաներ ձեզ խորհուրդ կտան, հա, ինչ-որ կառաջարկեն, այդպես միանգամից մի ընդունեք։ Կտրուկ քայլ է սա, կտրուկ ուղղությունն եք փոխում ինչ-որ մի բանի և միանգամից ձեզ կարող են սկսել խորհուրդներ տալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 9-ին։ Այդ օրը առիթ է այստեղ, հստակ ոմանց համար։ Գնալու եք հարսանիքի, տեսնում եք, կամ ձեր հարսանիքն է, կամ ձեր հարազատի, առիթը հենց ոնց որ ցույց է տալիս, որ հարսանիքի հետ է կապված։
Կամ ոմանք կարող են գնալ հարսանիքի եւ այնտեղ կարող են ձեզ ամուսնության առաջարկ անել կամ որևիցե հասարակական վայրում դա կարող է լինել մարդկանց միջև ձեզ կարող են ամուսնության առաջարկ անել բայց այստեղ խոչընդոտներ կան սա լաբիրինթ է միգուցե այդ ժամանակ եք ընկնում լաբիրինթի մեջ եւ չգիտեք ինչ պատասխանեք միգուցե խնդիրներ կան կամ գնալու հարսանիք կամ հետ գալու կամ նաև սա գործնական է, որովհետեւ գործնական հարաբերություններ են եւ դա եւս լաբիրինթ է։ Մի փոքր պետք է նաև ուշադիր լինել այդ օրվա առաջարկներին։ Հատկապես առավոտյան առաջարկներին։ Նաև սա ինչ որ կարող հասարակական գործունեության հետ կարող է կապված ինչ որ մի բան է, որը կամ մտնելու եք, հետո դժվարանալու եք դուրս գաք կամ ինչ որ մի խնդիր է այստեղ։ Պարտադիր չի դա լինի հարսանիք, հա դա նաև գործարք է կամ մշտապես կատարվող որևիցե մի բան է, որը կա եւ ամենայն դեպս եթե գործընկեր եք փնտրում, պետք է երկար մտածեք։ Այսքանը ձեզ համար կամ այդ օրը կարող են հարսանիքի ժամանակ ձեզ ինչ որ մի բաներ առաջարկեն, որը եւս էլի խուճուճ-մուճուճ պատմություն է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին նոյեմբերի 9-ին։ Ինչ-որ մի բան եք բաց թողալու այդ օրը, ինչ-որ մի բան կարող է գնալ։ Գիտեք, նաև կարող է խաղի վերածեք այդ ինչ-որ գնում է։ Կամ ինչ-որ գնում է դրան տեղ է բացվում, դա կարող է լուրջ չվերաբերվեք։ Տեղ ավելի շատ ինչ-որ գնում է դրան լուրջ չեք վերաբերվում։ Բայց թողեք, թող գնա, եթե ինչ-որ բան է գնալու։ Մի կարճեք դրանից, միգուցե ինչ-որ իրեր եք հանում, դեն նետում է, այդպես շպրտում եք, գնում է։ Եվ այդ օրը ոմանք կարող են գնալ ինչ-որ խաղասրահ, կարող է երեխաներին տանեք ոչ խաղասրահ։ Նաև դա կարող է լինել մեկակնթարթ ինչ-որ մի բան է, հա, դա կարող է լինել, որ գնում է ձեզ այն ինչ-որ մի բան անսպասելի։ Եվ հաջորդ քայլը դա ուղին է, այսինքն դրանից հետո ճիշտ ուղի եք ընտրում, այն ինչ որ կմտածեք դրանից հետո որ անեք, դա ձեզ համար լինելու է ճիշտ ուղի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 9-ին։ Բավականին շատ շփում կունենաք այդ օր տարբեր մարդկանց հետ, բայց այստեղ ուշադիր եղեք, ունեք բամբասանք, ունեք օծություն, ունեք կորուստ, եւ երեքը միասին։ Ամեն մեկին այդ օրը ոչ մի բան միասեք, եւ վրաս կարող եք մի բառ ավել, մի բառ պակաս խոսել եւ հետո դա ձեզ համար լինի ճակատագրական։ Հետո օրինակ կորցնեք հեղինակությունը, կորցնեք անունը եւ այլն, լիքը բաներ կան այդտեղ։ Դա նաև շփում կարող է իմաստուն շփում է, հա, ինչ որ լուրջ թեմայի մասին, ինչ որ հետաքրքիր ոլորտների մասին, անկապ բաների մասին չի նաև։ Կարող է լեզվակռվի մեջ ընկնեք ինչ որ մեկի հետ, հենց այդ դրա համար։ Տեսնենք, բայց ինչի կորուստն է սա նաև։ Նայեք, ամուսնությունն է սա եւ գործընկերը։ Եվ մշտական որևիցե մի բանը։ Դե համար եւս էլի եմ ասում, զգուշ եղեք այդ օրը, որովհետեւ 8-9 մոռացա ես սկզբից ասեի ամսինին դա խավարման հետադարձ է լինում Մերկուրին եւ ոչ մի գործարք պետք չի կնքել, այնպես որ կարող է ինչ որ մի բան է խոստանում են այդ օրը, բացի դա էլ այդ օրը շատ վատ լուսնային օր է 8-ին եւ 9-ին, 9-ին շարունակվում է դեռ։ Դրա համար շատ
պահեր կան այստեղ, որ կարող մարդկանց հետ կատարվի։ Դե համար մի թողեք օրինակ, որ չարը մտնի ձեր ընտանիք, ձեր հարաբերությունների մեջ, ձեր եւ ձեր գործընկերոջ մեջ նույնպես այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին նոյեմբերի 9-ին։ Բոլորի մոտ նույնը, 3 երեսանի մարդիկ են ձեզ մոտ, ինչպես որ բոլորի, մեկի մոտ օձեր, մեկի մոտ 2 երեսանի, մեկի մոտ օձ, այն բաները։ Ինչ-որ բաներ կարող են ձեզ առաջարկել, նաև այստեղ հնարավորություն է, գիտեք, ինչ-որ հնարավորություն կամ իրենք կառաջարկեն, որ ինչ-որ մի հնարավորություն, որ ինչ-որ մի բանը կհեշտանա, այսինքն ծառա կհեշտանա, դա ձեզ հաջողություն կբերի։ Բայց նաև կարող է ձեզ մոտ ինչ-որ մի բան այդ օրը ավելի հեշտ է ստացվում եւ միանգամից 3 երեսանի մարդիկ են ի հայտ գալիս, ոնց որ ինչ-որ բաներ են սկսում ձեզ խոստանալ, առաջարկել, ասել, դռներ են բացվում ձեր առջև, կամ գալիս են արդեն սկսում են գցնվել ձեզ, կամ նմանատիպ ոչը բայր, որտեվ այդ օրը ինչ-որ մի բան հեշտանալու է ձեզ մոտ, հեշտանալու է ինչ-որ մեկին տեսնել, խոսել, հաշտվել եւ այլն, յուրաքանչյուր բան այդ օրը կհեշտանա ձեզ համար։ Այսքանը։ Եվ պետք է օգտվել ընդհանրապես նոր դռներ բացվելուց։ Այստեղ հետաքրքիրը որն է, որ եթե ձեզ 3 երեսանի մարդիկ բան են առաջարկում, այստեղ ձեզ մոտ թարսություն չի լինում։ Միգուցե իրոք իրանք էլ չեն պատկերացնում այդ առաջարկությունից հետո ձեզ մոտ կարող է ինչ-որ մի բան լավ լինի։ Ինչ-որ մի ձևով ականջի պոչով դեռ լսեք իրանց, եթե ինչ-որ բան կասեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 9-ին։ Այդ օրը ոմանք գնան գեղեցկության սրահ, ոմանք բժշկական կենտրոն, այստեղ կհանդիպեք բժշկի կամ այնպես ամեն ինչը շատ արագ կանցնի, շատ հեշտությամբ կհանդիպեք բժշկին կամ նմանատիպ, ինչ-որ մասնագետ եք ուզում, շատ հեշտությամբ այդ տեղի կունենա։ Նաև դա ընտանիքն է, ում այդ որ կարող եք անցկացնել այդ օրը, կամ լինել են ծնողների տանը, նաև վիրահատություն կարող է լինել։ Ինչ էլ որ լինի, միևնույնն է, այնտեղ ունեք հնարավորություն, կամուրջ հեշտացնելու, եւ դա ամեն ինչը կհեշտացնի, թե վիրահատությունը, թե ինչ-որ բաներ եք անում գեղեցկության հետ կապված, թե տան անդամների հետ է կապված, դա ինչ-որ մի բան է։ Նաև ոմանց մոտ սա կամ կնկատեք, որ արդեն մեծացել եք, կամ դուք եք մեծացել, կամ ձեր հարազատներն են մեծացել, կամ միգուցե ինչ-որ մի բան եք անում առողջության հետ կապված եւ մտածում եք, ահա, ծերացա, դրա համար էլ արդեն հասանք նրան, որ սա պետք է արվի։ Եվ ինչ-որ մի շրջապատում կգտնվեք այդ օրը, ձեր հարազատ մարդկանց, լավ շրջապատ է նաև դա ցույց տալիս եւ սա առաջ խաղացում է ինչ-որ չափով մասնագիտականի կամ աշխատանքի։ Ում այդ հնարավորությունը ձեզ կընձեռեն ինչ-որ բան առաջադրանք տան, որից հետո որ կարող եք ապացուցել, որ դուք արժանի եք այդ պաշտոնին կամ այդ առաջ խաղացմանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 9-ին։ Ինչ-որ բան եք անելու ձեր կյանքից, հիմքից, բայց դա ձեզ ոչ տխրեցնում է, ոչ ինչ-որ գուցե փոխում եք կյանքը։ Դա նաև վիրահատությունն է, սա սուր գործիքներով գործողություններ են, ոմանք կարող են գնալ ծնունդի, առիթի, ինչ-որ անակնկալ պահել լինեն, նվերներ տաք մեկը մյուսին, նաև ժամադրություն է սա, կարող գնում եք որցե ասեղային, ինչ-որ մի բան եք անում ձեզ վրա, դա հենց հետո գնում եք օրինակ
որոցի առիթ ծնունդ կամ ժամադրության ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ոմանք կարող է վիրահատվել են եւ ամեն ինչը լավ է անցել եւ դրանից էլ եւս, ինչ որ կարող է հիվանդանոցում ծաղիկներ են բերում ձեզ, ինչքան էլ որ չի կարելի եւ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 9-ին։ Ոչ գաղտնիք կբացահայտվի այդ օրը, միգուցե նաև անցյալից է այդ գաղտնիքը, ինչ որ տղայի հետ դա կարող է կապված լինել։ Նախկին օրինակ ինչ որ մեկի ում հետ որ շփվել եք, հա, եթե երիտասարդ եք կամ հա ամուսնացած չեք։ Միգուցե ամուսնացած եք, դա կապ չունի, բայց կարող է ինչ որ մեկի մասին լսեք, ով որ ում ճանաչել եք, ում հետ որ վաղուց շփվել եք։ Կամ նաև սա ձեր երկրորդ կեսն է, ձեր տղան է, ինչ որ մի բան կարող է բացահայտել։ Կամ իր մասին ինչ որ մի բան իմանաք։ Ոմանք այդ օրը կսովորեն ինչ որ դասընթացների կամ կգնաք կամ կձգտեք կամ ինչ որ YouTube-ից կսովորեք, նման ոչ է պահերեն։ Եվ անցյալի մեջ կխորանաք, միգուցե այդ տղային եք տեսնում, հիշում եք ձեր անցյալը։ Գուցե այնպիսի մի բան եք ուզում անել, որ նաև անցյալում էլ եք արել, ինչ որ մի ժամանակ էլի եւս արել եք։ Եվ տեսնենք ով է այս տղան, ում հետ որ կհանդիպեք, կշփվեք կամ Սա զույգ է, միգուցե նաև նոր ծանոթություն է ոմանց համար, կամ ձեր ընկերուհուի եղբայրն է, ձեր, չգիտեմ, ինչ որ մի աղջկա հետ է կապված, որ դուք ճանաչում եք իրեն։ Կամ տեսնում եք անհանգստանում եք, կամ կարող է անցյալից է տեսնում եք, անհանգստանում եք, կամ միգուցե ձեր երեխաներն են իրենց համար եք անհանգստանում, կամ լարվում եք, կարող է ձեր տղան նոր ընկերուհի ունի եւ այլն, ինչ որ դա է այդ անհանգստության պատճառը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 9-ին։ Կամ գումար եք ստանալու այդ օրը, կամ էլ գումար եք ծախսելու այդ օրը, երկուսից մեկը։ Գումարի մասին խոսակցություն կունենաք, ոմանք կարող են գնալ գեղեցկության սրահ, ոմանք բժշկական կենտրոն, ձեր ընտանիքի անդամների հետ անցկացնեք, ծնողների, եւ տեսնենք ով է այս տղամարդը, գուցե հարազատ մարդ է, քեռին է, եղբայրն է, ինչ-որ մեկն է, չգիտեմ, ցույց չտվեց, ում հետ որ շատ կշփվեք։ Կամ սա բամբասանք է ձեր եւ այդ տղամարդու միջև, կամ շատ կշփվեք, միգուցե նաեւ լեզվակռվի մեջ հայտնվեք իրար հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 9-ին։ Ինչ-որ բանի կորուստ է, տեսնենք հեսա ինչ է, նայեք վեճ նաև, միգուցե մաքրում եք, ինչ-որ բան եք թափում, դա եւս կարող է լինել։ Գումարը եւս, հա, թռավ ուշադրություն դարձրեք գումարի կորուստի հետ կապված։ Միգուցե սա ծախս է, միգուցե նման ոչ է մի բան։ Կամ վստահությունն է այս աղջկա նկատմամբ, կամ կարող է ձեր ընկերուհին է, գնում է ինչ-որ միտեղ, դա եւս հա կորուստ է, կամ այս աղջիկը մանր-մունր խնդիրներ է ստեղծում ձեզ համար։ Նաեւ վեճ այդ օրը ունեք, ոմանք կարող են տուն մաքրել, կիրակի է, ոմանք վիճեն ինչ-որ մարդկանց հետ։ Գուցե երեխաների հետ է սա։ Նաեւ երեխաների հետ կապված կարող է առիթ է, հղիություն, ծննդաբերություն, սա նաեւ նոր բիզնեսի սկիզբ է, նոր կյանքի սկիզբ է։ Գուցե իրոք վիճում եք ինչ-որ մեկի հետ, հանում եք ձեր կյանքից եւ նոր կյանք եք սկսում, նոր կյանք։ Այդ աղջիկն է։ Այդ աղջիկան հանում եք ձեր կյանքից,
խանգարում էր։ Եվ նոր ձևով եք արդեն սկսում ապրել։ Դե սա նոր աշխատանք է, սա նաև կարող է լինել, օրինակ 3 ամուսնացել եք, այսօր արդեն նոր ամուսնական կյանք, այդպես։ Եվ իհարկե նոր բիզնես, նոր գործեր, երեխաների հետ կապված յուրաքանչյուր բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։